Պարոն Պապիկյանը ասում է, որ զինվորականների մասին նախ եւ առաջ 3 զոհվել էր, սպանվել էր մի զինվոր, ասացին, որ ձերբակալել են կասկածյալին, սպանողին, եւ այսօր 37 տարեկան պայմանագրային զինծառայող այդպես է հաղորդվում եւ մահացել է իր զինվորական պարտականությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։ Լինում է։ Ես իմ մարդ է, չգիտենք ինչ հաշիվ է, ցավակցում եմ մահացածների հարազատներին, եւ պարոն Պապիկյանը բնականաբար հայտնվում է թիրախում։ Ասում է զարմանում եմ, թե ինչպես կարող են մեղադրել պաշտպանության նախարարին այս մահերի դեպքում։ Պարոն Պապիկյան, մենք սովորական ժողովուրդ ենք, էլի ճիշտն ասած։ Ժողովուրդը սովորական ժողովուրդ է։ Ինչ որ մի երկնքից իջած չէ, աստվածատուր չէ, ինչպես ասում են շատերը, այդպես ողորմելի եւ թշվառ չէ, այդպես անկրագետ չէ։ Մարդիկ պաշտպանության նախարար, լսում են, պաշտպանության ժամանակ էլ ուրիշ նախարարների էին մեղադրում։ Ինչ կառաջարկեք, ինչ կհրամայեք, ում մեղադրեն, ումից ուզեն իրենց երեխեքին։ Ու ցույց տվեք էլի, որ գլխավոր շտաբի պետից իրեն էլ են ասում, հա։ Հրամանատար անմիջական եւ այլն, որոնք հայտնի չեն, հայտնի լինեն, ու այդ մարդկանց էլ կմեղադրեն, կասեն, այս ինչ անին։ Բա պաշտպանության նախարարին պիտի մեղադրեն, վարչապետին պիտի մեղադրեն, բա ում մեղադրեն, լավ։ Ում մեղադրեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մեղադրեն, ինչ անեն։ Ուկրաինայի պաշտպանության նախարարին, այս ինչ հարց է, այս ինչ զարմանալի բան է։ Բարքեր, բոլոր նախարարները խոսել են բարքերից, երբեմն հակասական են խոսել։ Սերան Օհանյանը մի կողմից ասել է, որ հասարակության միջի բարքերը գալիս են ստեղ, մյուս կողմից ասել է, որ հասարակության բարքերը ինչ կապ ունեն։ Մենք էլ մի 400 անգամ բացատրել ենք, որ հասարակության բանը բարքերը արտածել կամ տարածել բանակի վրա արդար չէ։ Ինչու՞, որովհետև բանակը ռեժիմային հիմնարկ է։ Հիմա ահագին լրագրողներ արդեն գրում են այդ մասին։ Այս մասին ես խոսել եմ 20-25 տարի առաջ։ Բացատրել եմ, որ ռեժիմային հիմնարկում, որտեղ կարգ ու կանոնը պետք է լինի բարձրագույն մակարդակի վրա, հսկողություն, վերահսկողություն, հիերարխիկ համակարգ, քաղաքացիական հասարակություն չէ բանակը։ Շենքի է անգյունում հավաքված տղեկը գնացին շենքի են անգյունում հավաքված տղեկին ծեծեցին։ Որովհետև շենքի է անգյունում բանակի դեպքում կազարմայի այս անգյունում հավաքված տղեկը ունեն հրամանատար։ Այն անգյունում հավաքված մյուս գումարտակի ինչ է, տասակի, չգիտեմ ինչի, տղաները նույնպես ունեն հրամանատար։ Հիերարխիա է գործում։ Եթե ինչ-որ մի բան է տեղի ունենում, վերադասը պարտադիր մեղավոր է։ Բաց հասարակությունում, քաղաքացիական հասարակությունում դժվար է գտնել մեղավորի, եթե երկու հոգի խմել են, իրար են առել։ Չգիտեմ ինչ հարցով, աղջիկա, տղու կամ չգիտեմ ինչ հարցով։ Աղջիկները դեռ իրար չեն փրտում, կարծես տղամարդկանց համար։ Հա։ Ու բերում է քրեական բարքերից մի օրինակ, որը շատ հայտնի է, շատ հին ժամանակներից, շատ հին անեկդոտ է, մեր բանակային ժամանակվա անեկդոտներից է։ Մեկը մտնում է լողանալու, նույնիսկ բանդային անեկդոտ է եւ ոչ թե բանակային անեկդոտ, երբ տղամարդիկ լողանում են բաղնիքում, մեկի օջառը ցած է ընկնում, մինչև կռանալը, որ օջառը վերցնի, մետաղյա թասը, տազիկը, ինչպես ասում են, հագցնում է հետույքին, հետո է կռանում այդ օջառը վերցնել, կներեք հարգելի կանայք։ Հա, որպեսզի ուրիշ բան չլինի իր հետ։ Ու կողքից մեծերը դեդուշկեք ասում են, смотри, какой молодой, уже технику безопасности знает։ Այս տեսակ անեկդոտ կար։ Այսօր պարոն Պապիկյանը հիշեցնում է այդ անեկդոտը, ասում է, որ երբ բանակում բաղնիքում ինչ-որ բան է ընկնում, ձեռք տալ չի կարելի։ Կռանալ չի կարելի, էսի նկատի ունի, էլի։ Հեղինակը ես չեմ։ Ճիշտ է ասում։ Հեղինակը ինքը չէ։ Եվ պետք է արմատախիլ անել սա։ 100%-անոց բան է ասում։ Այստեղ ուրիշ հարց ունեմ։ Բա մինչև հիմա 8.5 տարի ինչու արմատախիլ չեք արել։ 8.5 տարի առաջ հիմիկվա բանակային տղեկը երեխեքը 10 տարեկան էին ընդամենը։ Բանեիք, թե 10 տարի հետո էլ ենք լսելու պիտի արմատախիլ անել, հետո 20 տարի հետո ենք լսելու արմատախիլ անել։ Ընդհանրապես այս քրեական բարքերը, քյարթաքրեական բարքերը արմատախիլ անելու կոնցեպցիա ունեք։ Կառավարության ծրագրում ես չտեսա, ըստ երևույթին չեմ նկատել։
Դրա մեջ գրած է ինչպես պիտի արժեքային հեղափոխություն արվի Հայաստանում։ Թե Գյալաջիի հիման վրա է խոսակ, հետո ելնեք սկսեք քֆրդել, կզցնեմ բանանեմ։ Այդպես արմատախիլ կլինի։ Հա, չի լինի։ Կզցնել բառը ինչին է վերաբերվում։ Խորանանք անատոմիայի մեջ։ Այս նույն տաշտին է վերաբերվում, այս նույն բաղնիքին է վերաբերվում։ Չէ, ուրիշ ինչի պիտի վերաբերվի, կզցնելը ո՞րն է։ Այն որ բերանքսի ասֆալտին փռել, հա, հասկացանք։ Դա սեռաքրյական, քրյասեռական իմաստ չունի։ Ասենք թե նվաստացրեք, լավ, մարդկային արժանապատվությունը նվաստացնելու իմաստով, դա էլ չպիտի լինի։ Դա էլ չպիտի լինի։ Բայց կզցնելը ինչի մասին էր։ Ով էր ասել, կարող է հիշեք։ Google-ի մեջ գրեք կզցնել նայեք ում անունը շատ կբերի։ Դուք ձեր ներսում կառավարության ծրագիր նախագիծ է հաստատել, պարոն Պապիկյանը կողմ է քվեարկել, որպեսզի կառավարության ծրագիրը կհասնի ազգային ժողով, ճիշտ է։ Ճիշտ է։ Մեջը նայել եք, այսօր գրել եք, պետք է արմատախիլ անել սա։ Քրեական բարքերի մասին է խոսքը բանակում, որոնք կան մինչև հիմա։ Ինչ որտեղ վերացել է, ինչ որտեղ չի վերացել փաստորեն, որովհետև նախարարը իր մագարտագից է սա ասում։ Բա ինչ եք պլանավորել։ Կաթողիկոս փոխելը կօգնի սրան, ինչ եք կարծում։ Գնդերեցները, որ շատանան, ասենք ամեն ջոկատը 10 հոգին մի հատ գնդերեց ունենա, ջոգերեց, դասագերեց, գումարտակերեց, գնդերեց, կորպուսերեց, էլ ինչ կանդեղ, բանագերեց, կփոխվի, չի փոխվի, չէ։ Բա ինչ եք պլանավորել, լուրջ եմ հարցնում։ Ինչ կա կառավարության ծրագրի մեջ գրել եք ինչպես հաղթահարել քրեական բարքերը բանակում։ Քերոպների եւ նայողների ինստիտուտը երբ է վերանալու այս զոնից։ Մի կողմից դա զոն է, ոնց որ թե հիերարխիկ համակարգ է։ Կարող է այս քերոպներին պետք է ինչ-որ զինվորական կոչում տակ վերհանեք, դարձնեք հրամանատարներ, որ կարողանան զոնը նայել, որովհետեւ տեղի չունենան այն հանցագործությունները, ինչ այնտեղ տեղի են ունենում։ Շեշտում եմ, մենք սպանությունից ենք իմանում, որովհետեւ չիմանալ այլևս անհնար է։ Բա մարմնական վնասվածք, խեղումներ, հոգեբանական տրավմաներ, նվաստացումներ։ Այդ մարդիկ 20 տարեկան զորացրվելու են գնան այդ բերը իրեն շարակը։ Մեզ որ ծեծում էին սովետի բանակում, մտածում էինք զորացրվելուց հետո գնանք այդ ծեծողներին գտնենք սովետի բանակ, Ուկրաինա, ինչ է անունը, Ղազախստան, Ղրղստան, Թուրքմենստան։ Հետո որ մենք էինք ծեծում, իրենք էին մտածում, որ պետք է կան մեզ գտնեն, զորացրվի եկա սովետ։ Հետո պարզում էինք, որ մեզ ծեծողները ծեծ են կերել մեզնից առաջվա այնտեղ եղած հայերից։ Սովետի քրեական ծեդավշինա, то չգիտեմ ինչավ շինա։ Հիմի Հայաստանում 8.5 տարում այս զուլումի հախից գալու համար չեք արել փաստորեն։ Այս ողբերգություն ասելը քիչ է, էլի։ Հիմա այդ ծեծ կերազները եկուց հերու տնից տեղից մի միջադեպ եղնի, արտաքին միջադեպ։ Ներսում էլ է լինում, զենք են գնում ծերները վրեժ են լուծում։ Արտաքին միջադեպի ժամանակ պատկերացնում եք ինչ են անելու իրենց ծառայակցի գլուխը։